Սիմոնյան, ըստ էության նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին, նախ ինչպես կգնահատեք ընթացքը, ձեր Երևանում ամփոփիչ հանրահավաքն է, ինչ տպավորություններ կան։ Քարոզարշավը գնահատում եմ նորմալ, չհաշված այն բռնաճնշումները եւ վարչական ռեսուրսի օգտագործումը, որոնք չենք հասկացում, որ իշխանությունը փորձելու է ամեն գնով օգտագործել։ Որևիցե ընտրության ժամանակ չենք տեսել, որ այս կարգից հազար մագարտակ իջնեն եւ դպրոցի աշխատող մանկավարժին նույնպես այսպես ֆոտոների մեջ մանգան փնտրեն, որպեսզի ճնշում գործադրելով փորձեն հետ պահել ընդդիմադիրների հավաքին մասնակցելու։ Իսկ մնացածը նորմալ եմ համարում։ Նման դեպքեր են արձանագրվել, երբ ձեր հանրահավաքներին փորձել են մասնակցել, խոչընդոտել են։ Տեսեք, հանրային տիրույթում արձագանքները չեն պատկերացնում, բայց կուլիսում անընդհատ հանդիպում ենք այդ խոսակցության, որ ասում են շատ ենք ուզում ձեր հավաքներին միանալ, բայց վախենում ենք, որ նկարի մեջ ֆիքսելու են եւ հետո հաշվեհարդարի տաշ տեղափոխեն մեզ։ Այս նմանատիպ խոսակցություններ անընդհատ լսում ենք։ Նիկոլ Փաշինյանը օրերս Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Գյումրիում արտահերթ թիմ ընտրություններ են իրականացնելու։ Ինչպես եք սրան վերաբերվում։ Դե տեսեք, իրանց համար բեսպրիձել են սարքել, որը մեր տեսակի վրա չի կարող ազդել։ Այդ ինչ է նշանակում։ Իրենց հռչակած ժողովրդավար երկրում անցկացվել են ընտրություններ, որի արդյունքները եւ իրենց կողմից են ճանաչվել եւ միջազգային հանրության կողմից։ Հիմա ասում են նոր ընտրություններ։ Հորդ տներից չեք բերել այդ ընտրությունը, որ նա դեռ հիմա ուզում եք ընտրություն անցկացնել նոր։ Ընտրությունը եղել է եւ գյումրեցին իր կարծիքը հայտնել է, իշխանաձգելով հենց իրենց քաղաքացիական պայմանագրին եւ 10 հատ էլ ընտրություն լինի, միևնույնն է, Գյումրին նույն կերպ է ընտրելու, որովհետեւ 2020 թվականից հետո հասկացել է, որ խաբված է եւ 21 թվականի ընտրությանն է պարտության մատնել իրենց եւ 25 թվականին ջախջախիչ պարտության մատնել իրենց։ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նշել, որ ըստ էության իրենք բացահայտել են պետական դավաճանի, որը ազգային ժողովի լսումներից ինչ որ տեղեկատվություն է արտահոս արել ապօրինի ձևով եւ տրամադրել օտարերկրյա գործակալներին։ Նայեք, բազմաթիվ գործեր կան, նմանատիպ քրեական գործեր, որոնք ավարտին չեն հասնում։ Այդպես, ոնց որ գործը բացում են, գցում են այնքան տարակները տնում են եւ պետք է օգտագործում են։ Այնպես որ ես լուրջ չեմ համարում իրենց այդ գործելավոճը եւ ժողովրդին կոչ եմ անում, որ որևիցե պարագայում չընկճվեն եւ եթե ոչ հրաբարակներում, ապա ամսի 7-ին ընտրատեղամասում, քվեախցիկում իրենց գրիչի հարվածով փորձեն բոլոր հարցերի պատասխանները տալ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ իրենց ռեյտինգը այնքան բարձր է, որ կարիք չունեն բարձրացնելու եւ իշխանությունները վստահ են, որ բացարձակ մեծամասնությամբ են հաղթելու ընդդիմադիրներին։ Նորից նույն բանը, ես նորից ասեմ, անցած 20-30 տարիների ընթացքում գործող վարչախումբը ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ինչից որ բողոքել է, հիմա նույնը տասնապատիկ տալիս է մեզ։ Ինչ է նշանակում իրենց ռեյտինգը բարձր է։ Ընտրությունը դիմաց է, իրանք արդեն որոշում են ում ռեյտինգն է բարձր, իսկ Արարատ Միրզոյանը թող մտածի խոսելուց առաջ, որ կարողանային այնպիսի կառավարություն լինեին, որ թշնամական պետությունը ոչ թե իրենց անունը փոխեր դներ Արաբատ Միրզոյան, այլ հենց հարգանքով փորձեն վերաբերվել եւ զգաստանան, երբ որ Հայաստանի իշխանությունները որևիցե տեղ ներկայացվածություն են ունենում։